Հիշում եք ԿՊԱ-ականների այն վստահությունը, որ ընտրություններում ԿՊ-ն 51% ձայն կստանա։ Ուրեմն իրանց Նիկոլի գլխավորությամբ բոլորին խոսքերը պետքա մեկնաբանեն միայն հոգեբուժները։ Ես ընդհանրապես ատելովատում եմ ԿՊ-ին։ Ինչու՞։ Որովհետև դրանք մա։ Չէ, չեմ տա։ Ինչ է։ Ես որ չեմ տա, չգիտեմ։ Շատ կարծեմ։ Ոչ մեկի չեմ, մենակ ինձ եմ վստահում։ Չեմ մանում, ինչքան կստանա։ Չգիտեմ, արևս։ Դուք օրինակ ձայն կտաք։ Ոչ, Ինչու՞։ չեմ ուզում։ Չի ստանալ։ Ինչու եք կարծում։ Բերքանը գիտեմ։ Դուք չեք տա ձայն օրինակ ԿՊ-ին։ Հուսամ որ ոչ։ Կարծեմ թե ինչու շատ մեծ հարմարություններ կա, բարերարներ կա, լավ գուսակցություններ կա, լավ հավաքներ կա, ալգպավ է։ Հրացնինա, կողծացնինա, թալաննա, ամեն ինչը ռին իշտացան գպավ է, թող ծկեներ տան։ Իրանք, եթե աֆիրիստություններ անեն, եթե ժողովրդի, չգիտեմ, խափեն, փող տալով, չգիտեմ ինչով, կարող է։ Ոնց որ անցնում էին։ Առաջի տարին ես էլ եմ իր համար քվարկել, այսինքն բոլորն էին քվարկում, որտեղ հավատում էին, բայց ստախոսը մեկը դարավ։ Ինչ ասես ասում են դրանց մասին, ինչ ասես թփում են, մրում են, չգիտեմ ինչեր են անում։ Այդքան գերիներ են նստած, խի չի ազատում։ Ալիևի հետ ընկերություն անում, խի չի ազատում։ Որտեղ իրան օգուտ չի տալիս դա։ Իր օգտին չի դա։ Իհարկե կստանա։ Կարող եք չկասկածեք, 51 էլ կստանա, 70 էլ, 80 էլ։ Ինչու եք այդպես։ Դե համոզմունք ունեմ այդպիսի, հաշվի առնելով այն ինչ որ կատարվում է, ինչ որ կատարվել է նախկինում, փորձը ցույց է տալի, որ շատ հանգիստ իրանք իրաց բոլոր ձայները կհավաքեն։ Իսկ դուք ձայն կտաք։ Ես ընդհանրապես չեմ գնամ ընտրությունների, որտեղ 10-10 միևնույնն է արդյունքը պարզ է։ Գնաց չգնաց։ Չգիտեմ, երևի հա։ Ինչ եք կարծում որ այ։ Իրավիճակը էտա ցույց տալիս, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում, դրա համար ինձ թվում է մարդիկ հիմնականում ու նաև ես ինչ որ տենում եմ մարդկանց իմ շուրջ, հիմնականում ավելի շատ դեպի ավելի շատ կողմ են լինում, քան թե ոչ։ Դուք օրինակ ձայն կտաք ԿՊ-ին։ Ես չեմ կարա ձայն տամ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Չէ, Ինչու՞։ դրա հիմքերը կան։ Որոնք են այդ։ Չի, որտեղ իր վիճակը հիմի այնքան ցածր է, որ հնարավոր չի նորից վերականգնել այդ նախինը։ Անպայման իմ կարծիքով հանրապետությունը ուսակցում Սարգսյանի Արամ։ Բայց Սարգսյան Արամի կուսակցությունը մի քանի անգամ տեսել ենք, որ աջակցել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Էլի կաջակցի, բայց որ իր համար, այս անգամ իր համար կաջակցի, որ ինքը ընտրվի։ Իմ կարծիքով կամ էլ կարա այնքան ձայն հավաքի, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավար լինի ազգային ժողովում։ Այդքան բան։ Ուրեմն որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ ոչ ԿՊ-ին եմ կիսում, ոչ նախկին նախագահներին, ոչ էլ որևիցե մեկին։ Նախ Ռոբերտ Քոչարյանը թողասի եւ գույք պարտի դիմաց կոպեկներով 98 միլիոն դոլարով չակերտավոր նվիրաբերեց ազգի եւ պետության կարևորագույն ստրատեգիական գույքը, դրանում ինքը չի ընկճում, չի ներվում, որ պետության ու ազգի կարևորագույն այդ գույքը տվել է։ Ու ամենակարևորը թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է այս իշխանությունները տային քաղաքական, գնահատական եւ բարոյական եւ դատական համակարգը մաքրեին եւ նրանք չպետք է մասնակցեին որևիցե մեկը ընտրություններին, թե 2021 թվականին, թե նաեւ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ինքն էր հայտարարում, որ իրեն հարմար է ՀՀԿ-ն, իրեն որպես ընդդիմություն։
Այսինքն բացառում եք, որ ԿՊ-ն 51% ձայն կստանա։ Միանշանակ բացառում եմ փոքր կուսակցություններով նրանք փորձնելու են համախմբվել եւ հավաքել այնքան քվե, որպեսզի կարողանան հաղթահարել շեմը։